Ես փորձեցի այդ երգը սովորել։ Դժվարությամբ, իմ ականջը ֆոլկլորիկ ականջ է, ես դյուրությամբ եմ սովորում։ Հարցրեք այսօր ժողովրդական երգի երգողներին, օրինակ Հասմիկ Հարությունյանին, եթե նա այդ երգի մեջ է, նրա համար մեկ անգամ լսելը, երգը լսել, արդեն բավական է, նա կարող է մեկ անգամ լսել եւ երգը սովորել։ Այդպես է, այդ աշխարհում է ինքը, այդ երգ աշխարհում է։ Ինքը արդեն վարպետացած է, վարպետացած ականջի պարագայում անգամ ինձ համար շատ դժվար էր այդ երգը ախտարելը։ Ուրեմն սովորեցի եւ որպեսզի սովորեցնեմ մի պրոֆեսիոնալ երգչուհու, որպեսզի երգի Նարոյի ելույթների ընթացքն էր դա, դժվար էր, եթե մենք դնենք Մարթայի երգածը, ես սովորեցի Մարթայից, լսողությամբ նորից, երգեցի ես, սովորեց այս պրոֆեսիոնալ երգչուհին, շատ հավանեց այս երգը, Հասմիկ Հարությունյան երգչուհին, շատ ուզեց երգել, սիրեց այս երգը, մանավանդ որ արդեն ինքը երգում էր Հայրիկ Մուրադյանից սովորած Շատախի հայրուրի մի տարբերակ արդեն ինքը երգում էր։ Եվ եթե դուք այս երեք երգերը իրար կողքի դնեք, մեկ անգամ ընդմիշտ կպարզվի ինչ է նշանակում մեկ երգը մի շարք տարբերակներ է տալիս։ Եվ տարբերակվելով հանդերձ, համենայն դեպս ես մասնագիտորեն աշխատեցի 100%-ով հարազատ մնալ Մարթային, բայց վստահ չեմ, որ 100%-ով հարազատ եմ, անցավ իմ ինքնության միջով, Հասմիկի միջով անցավ այլ կերպ, քանի տոկոս շեղում եղավ, սա կարող է ասել երաշտագետը, որտեղ մենք ականջով սովորեցինք, Մարթան վերլուծական չի անում, Մարթան միայն ասում էր, որ ես ինչպես որ հորիցս լսել եմ, ճիշտ այդպես եմ սովորել։ Արդյոք Մարթան նույն ձևով է երգում, ինչպես իր հայրը, իրեն թվում է, որ այդպես է երգում, բայց Մարթայի երգածը արդեն տարբերակ է։ Մարթայից սովորողները նույնպես տարբերակում են։ Ժողովրդական արվեստում չտարբերակել հնարավոր չէ, որտեղ ժողովրդական արվեստը իր տեսակով բանավոր է։ Տարբերակներ տալը չի նշանակում հիմնական մեղեդին քանդել, հիմնական ասելիք, բանաստեղծական տեքստը քանդել։ Դա նշանակում է անհատականության բերած որոշակի մեղեդային, ծորուն կամ ռիթմիկ պատկերի շատ աննկատ փոփոխություն, աննկատ, մանավանդ այս երգի դեպքում, երբ որ ինքը եզակի է, չի անցել այլ գավառներ, որ ենթարկվեր տեղայնացման, տեղային տարբերակման ենթարկվեր։ Եվ սրա համար է, որ մենք ասում ենք այդ երգերը դարավոր են, հազարամյակների են։ Եթե ամեն երգողի հետ 50%-ով փոփոխվեր, ուրեմն շատ բան չէր հասնի մինչև մեր օրեր։ Նաև այդ շերտի մասին է խոսքը։ Ես պետք է խնդրեմ, որ նախ Մարթայի երգը լսենք, հետո դեռևս նաև տեսնենք ինչ կատարվեց երկրորդ սերնդի։ Ես Մարթայի պարագայում երկրորդ սերունդ եմ։ Ամբողջ մի 70 տարվա տարբերություն կար տարիքային մեր մեջ։ Ախ հայրուր, Naverva savarnos litancer, Kaspavans riksori, Kaspavans riksori, Asavot nover hayru. Naveras havarnos ni panzer, Kjans bans riksarer, Kjans bans riksarer. Asat naver hayru.
ախ հայրուր, հայրուր տնավեր ասավ առնոսնի պանցր Քյանց պանցրիկ սարեր Քյանց պանցրիկ սարեր Մորտուն ասայի մազիս որդի Հին վիպական ավանդույթ է, որը դարեր շարունակ այսպես կուտակվել է եւ դարձել արդեն ելևէջային կառույց, արդեն զգացողություն։ Եվ սա է, որ հայկական երգին շատ յուրահատուկ երանգ է տալիս։ Եվ պետք է գիտենալ, պետք է զգալ, պետք է սիրել, որովհետև գիտեք ինչ, ժողովրդական արվեստը շատ ինտիմ է, շատ նուրբ է, կոպիտ ձեռք չի սիրում, շատ մտերմիկ է միևնույն ժամանակ եւ մեր պապերի, տատերի ասածը, մտածածը, երգածը, նրանց ստեղծած կերպարային աշխարհն է, որին մենք շատ ակնածանքով պետք է վերաբերվենք եւ շատ զգուշորեն։ Ամեն ձեռք չէ, որ պիտի դիպչի ֆոլկլորին։ Եվ ազգային ինքնություն ասելով չի կարելի թողնել ճաշակի մակարդակում։ Ես սա եմ սիրում, հարևանս այն մյուսն է սիրում, օպերայում ընդհանրապես ուրիշ բանի մասին է խոսքը, էստրադայում բացարձակ ուրիշ լսարան է պետք։ Ճաշակով կողմնորոշելը կարծեմ կոծանարել։ Մանավանդ այսպիսի կնճռոտ ժամանակների դեպքում։ Միայն ինքնության մասին կարելի է խոսել հստակ գիտելիքի պայմաններում։ Հստակ ինքնաճանաչողության։ Դա գիտելիք է դժվարագույն նվաճման մակարդակում։ Շատ դժվար է ձեռք բերել ինքնաճանաչողության գիտելիքը։ Դա սկսվում է մեկ անհատով եւ վերաբերում է ազգին, Իրանի միայն անհատին վերաբերել։ Ազգը ի վերջո անհատներից է կազմված։ Եվ եթե մարդան ասում է, ինչ էլ երգեք, մեզ նման չեք երգի, չեր ասում ինձ նման, մեզ նման, ուրեմն նա նկատի ուներ ոչ միայն իր ժամանակը, այլև մի այնպիսի համախումբ ազգային մի հատկանիշ, մի ազգ, համախումբ մի հասարակություն, որը գտնվել է երգի այդ ինքնության մեջ։ Եվ այդ ինքնությանը 100 տարի հետո խորհրդանալ չճանաչելու պայմանով, սա արդեն անշուշտ է շատ վտանգավոր եւ անբարենպաստ է ժամանակ։ Տաներ քաղցրիկ